Գիշերը, երբ քաղաքը քնում է, մենք արթուն ենք մնում քննարկելու ամենազգայուն թեմաները։ Առողջություն, հարաբերություններ, սեռական կյանք ու ընտանիք։ Մեր գիշերային զրույցներում մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք հաճախ լռում եք։ Բարի ուշ գիշեր։ Գիշերային զրույցի այսօրվա թեման շաքարային դիաբետն է, եւ մեր այսօրվա հյուրը Երևանի բժշկական կենտրոնի գլխավոր էնդոկրինոլոգ, Երևան քաղաքի գլխավոր էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Էլզա Հայրապետյանն է։ Բարի կես գիշեր, Տիկին Հայրապետյան, ուրախ եմ կրկին հանդիպելու համար, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ձեզ շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար հերթական անգամ։ Թեման կարծում եմ ակտուալ է, չափազանց կարևոր, շաքարային դիաբետը այսօր բավականին տարածված է եւ նրա ազդեցությունը մնացած օրգան համակարգերի եւ այդ նաև սեռականի վրա ակնառու է։ Եկեք խոսենք շաքարային դիաբետից։ Նախ ինչ հիվանդություն է շաքարախտը, հա։ Շաքարախտը դա նյութափոխանակության խանգարում է։ Այն ինչ որ մենք ուտում ենք, հիմնական բաղադրիչ մասերը որոնք են ածխաջրատները, ճարպերը եւ սպիտակուցները։ Իհարկե նաև վիտամիններն ու միկրոէլեմենտները, բայց հիմնական բաղադրիչ մասերը 3-ն են։ Սպիտակուցները կառուցվածքային նյութեր են, ապահովում են մեր օրգանիզմի ամբողջությունը, պլյուս այն բոլոր ֆերմենտները, տարբեր հորմոններ, նյութեր, տանող արյան մեջ շրջանառող, դրանք բոլորը սպիտակուցներն են։ Կան գլյուկոզային ածխաջրատներին, այսինքն ածխաջրատները դրանք բարդ շաքարներ են, որոնք օրգանիզմը ի վերջո դառնում են գլյուկոզա, կամ իրականում մենք ունենք շաքար, որը կրկնակի գլյուկոզայի, այսպես դիսախարիդ, որը նույնպես դառնում է գլյուկոզա։ Գլյուկոզան մեր օրգանիզմում այրվում է տալով մեզ էներգիա։ Հիմնական էներգիայի մասը մենք ստանում ենք գլյուկոզայի յուրացումից։ Շաքարախտ այն հիվանդությունն է, որի ժամանակ գլյուկոզան վատ է յուրացվում։ Մենք ունենք շաքարախտի երկու տեսակ։ Առաջի տիպ, որով հիվանդանում են մանկական հասակում մինչև 30 տարեկանը, եւ որը բնորոշվում է նրանով, որ ենթաստամոքսային գեղձը, որը մեր ներզատիչ գեղձերից մեկն է, եւ արտադրում է ինսուլին, որը շատ կարեւոր է, որպեսզի գլյուկոզան յուրացվի, առաջի տիպի ժամանակ մենք ունենում ենք ինսուլինի անբավարարություն, չունենք ինսուլին։ Ուզենք թե չուզենք, հիվանդը ուզում է թե չի ուզում, նա պարտադիր պետք է ստանա ինսուլին, քանի որ օրգանիզմը չի արտադրում։ Հիմա գալիս ենք երկրորդ տիպին։ Սրանով հիմնականում հիվանդանում են 30 տարեկանից հետո։ Սա ինչ է իրենից ներկայացնում։ Հետաքրքիրն այն է, որ մենք այս դեպքում ունենք ինսուլին, նույնիսկ կարող է ավելի շատ քանակ ունենք, քան պետք է, բայց ինչպես ասում են, ոչ շատ լավ, ոչ քիչ է, ավելի լավ է նորմալ։ Այս դեպքում օրգանիզմի բջիջները չեն ընկալում ինսուլինի ազդեցությունը։ Այսինքն ինսուլինը կա, բայց ազդեցությունը չկա։ Դե արդեն կարևորն է նրա ազդեցությունն էր։ Այսինքն մեր գլյուկոզան չյուրացվեց։ Եթե չյուրացվեց, մնաց արյան մեջ բարձր։ Մենք ունենում ենք արյան մեջ գլյուկոզայի բարձր քանակություն, քանի որ նա չի այրվում։ Այրվելու տեղն էլ որն է հիմնականում լյարդը եւ մկանաթելերը եւ ճարպային հյուսվածքը, բայց հիմնականը լյարդն է, որտեղ պետք է այրվի գլյուկոզան եւ մեր օրգանիզմը ապահովի հիմնական էներգիայով, որտեղ մյուս աղբյուրը էներգիայի գոյացման դրանք ճարպերն են, դրանք էլ պետք է այրվեն, նորից էներգիա մատակարարեն։ Բայց տվյալ դեպքում մենք խոսում ենք գլյուկոզայի մասին, դե պետք է ասեմ, որ չկա առանձին փոխանակություն օրգանիզմում։ Կա ածխաջրատային, ճարպային, սպիտակուցային, բոլորը խիստ կապակցված են։ Բնությունը այնպես է մեզ նախատեսել ու ստեղծել, որ եթե այդ բաղադրիչ մասերից մեկը պակասում է, մյուսը անմիջապես դառնում է փոխարինում է նրան։ Սա բնությունից տված հզոր մի մեխանիզմ է մեր օրգանիզմի համար։ Հիմա ինչ է ստացվում։ Գլյուկոզան պետք է այրվի։ Ես մի փոքր օրինակ բերեմ, որ մեր հեռուստադիտողների համար ավելի հասկանալի լինի, կոպիտ ասած դա մեր բենզինն է։ Մեքենայի բենզինը պետք է տեղը լինի, այնքը պետք է այրվի, ինչի ենք լցնում բենզինը, որ այրվի։ Այ մեր գլյուկոզան պետք է այրվի։ Եվ մատակարարի էներգիա, այնպես ինչպես բենզինը պետք է այրվի, մատակարարի եւ շարժիչն աշխատի, նույնն էլ մեր օրգանիզմն է։ Այն օրը, երբ որ չկա էներգիա մեր օրգանիզմում, այդ օրը մենք գոյություն չունենք, ցավոք սրտի դիակ կա։ Հիմա ես ինչպես նշեցի, շաքարախտի ժամանակ մենք ունենում ենք կամ ինսուլինի պակաս չկա, կամ ինսուլինը կա, դրա ազդեցությունը չկա։ Թե առաջի եւ թե երկրորդ դեպքում գլյուկոզան չյուրացվեց։
որտեղ մնաց արյան մեջ, անվերջ չի կարող նա արյան մեջ մնա, որտեղ արյան մեջ այսպես կոչված օսմոլար ճնշում գոյություն ունի, նա ծանրությամբ կարող է ծանրացնել արյունը, դրա համար օրգանիզմը որոշակի մակարդակից հետո դուրս է հանում ավել գլյուկոզան մեզի միջոցով։ Այսինքն ունենք մենք շաքարախտ։ Հիմա, եթե էներգիայի պակաս կա, ինքնըստինքյան այդ պակասը կանդրադառնա բոլոր օրգան համակարգերի վրա, ուղեղը, սիրտը, թոքերը, լյարդը, երիկամները, այդ թվում նաև սեռական գեղձերը։ Արդեն առաջի քայլը արվեց, որպեսզի մենք ունենանք սեռական գեղձի տղամարդկանց մոտ ձվերի, կանանց մոտ ձվարանների գործունեության խանգարում։ Հիմա հաջորդ քայլը։ Շաքարը ինքը, գլյուկոզան ինքը, որպես այդպիսին, կարծես թե վտանգ չի ստեղծում։ Նա վտանգ է ստեղծում այն իմաստով, որ տարիների ընթացքում սկսում է ախտահարել ամբողջ օրգանիզմի բոլոր անոթները, անկախ նրանց տրամագծից եւ նրանց տեղադրումից։ Այսինքն հավասարաչափ բոլոր անոթները սկսում են ախտահարվել։ Ինչ է տեղի ունենում, անոթների լուսանցքը սկսում է նեղանալ, քանի որ անոթի պատը սկսում է հաստանալ։ Ստացվեց, որ անոթները մենք արդեն փչացան, նեղացան, արյան շրջանառությունը վատացավ։ Ցավոք սրտի, նույն ձևով ախտահարվում են մեր բոլոր ներվերը, անկախ նրանց տեղակայումից, անկախ նրանց ֆունկցիայից, այսինքն ամենաբարակ ներվաթելերից մինչև հասցողունները, մինչև ուղեղանյութը, բոլորը նույն ձևով ախտահարվում են։ Ուրեմն ինչ ստացվեց, որպեսզի մեր օրգանիզմը նորմալ աշխատի, նախ պետք է նորմալ արյան շրջանառություն, որը արդեն խաթարվեց, եւ կենտրոնական ռեգուլյացիան, որով օրգանիզմը ղեկավարվում է, այսինքն մեր ուղեղը բարձրագույն նյարդային այդ օրգանը պետք է նորմալ իմպուլսներ հաղորդի դեպի ներքև, որով մենք կշնչենք, կտեսնենք, կլսենք, կաշխատենք եւ այլն։ Հիմա երկուսն էլ խախտվեց։ Ուրեմն ինչ ստացվեց։ Ստացվեց յուրաքանչյուր օրգանի աշխատանքը արդեն խախտվեց։ Խաթարվել է, այո։ Ինչպես գիտենք, ինչպես մենք անցյալ հաղորդման ժամանակ խոսեցինք, տեստոստերոնի արտադրությունը խիստ կերպով կապված է, այսինքն ձվի կամ ձվարանի աշխատանքը խիստ կերպով կապված է մեր մնացած ներզատիչ գեղձերից եւ հատկապես ինսուլինի քանակից։ Ինչպես տեստոստերոնն է անաբոլիկ, այսինքն նյութափոխանակության վրա խթանող ազդեցություն ունի, նույն ձևով ինսուլինը ունի խթանող ազդեցություն, չէ՞ որ նա յուրացրեց, վառեց եւ այլն։ Հիմա, երբ որ մենք ինսուլինի ազդեցության կամ նրա քանակի հետ ունենք պրոբլեմ, մենք նույն պրոբլեմը աստիճանաբար ունենք ձվի վրա։ Տեստոստերոնի քանակը աստիճանաբար սկսում է իջնել, որտեղ նախ կենտրոնական ռեգուլյացիան։ Դրա հետ կապված սեռական ցանկությունը իջավ, քանի որ կենտրոնական ռեգուլյացիան խախտված է։ Սերմը տղամարդու մոտ ձվի կողմից արտադրվող արդեն լիարժեք չէ եւ նրա մեջ գտնվող սպերմատոզոիդները, սերմնաբջիջները, այսպես ասած, չէ, որոնք պետք է ապահովեն վաղը բեղմնավորում ձվաբջիջի հետ, նրանք արդեն լիարժեք չեն, քանի որ խախտվել էր ոչ միայն գլյուկոզայի, ճարպերի, այլ նաեւ սպիտակուցների ախտահանումը, ստեղծված սերմնաբջիջները իրենց միջուկում գտնվող գենը ապահովող, այսպես մենք ինչպես ասում ենք, բջիջի միջուկը դենթեն, հա, այդ դա անդրադառնում է նրանց վրա եւ սպերմատոզոիդները իրենք էլ արդեն լիարժեք չեն։ Այստեղից երևի կգա ձեր հաջորդ հարցը, թե եթե ծնողները մեկը կամ երկուսը հիվանդ են շաքարախտով, ինչ սերունդ է սպասում նրանից, ցավոք սրտի սպասվում է, որ սերունդը կարող է լինի տուժած արդեն շաքարախտով ծնողներից, որովհետեւ եթե սերմի մեջ գտնվող սերմնաբջիջը, սպերմատոզոիդը արդեն ունի ախտահարված, կտրատված DNT, որը պետք է տաներ գենը հորից երեխային, հիմա արդեն մենք չունենք այդ լիարժեք DNT-ն։ Այսինքն ինչը տուժեց տեստոստերոնը։ Տեստոստերոնի իջեցման հետևանքով սերմը եւ քանակապես եւ որակապես կենտրոնական ռեգուլյացիան խախտվեց, իսկ սեռական ցանկությունը կամ գրգիռները եւ այլն առաջին հերթին գալիս են ուղեղից։ Որոնք նույնպես տուժում են։ Սեռական ակտը, որոնք նույնպես տուժեցին։ Այսինքն, եթե մոտենանք սեռական գեղձին, խեղճը լրիվ տուժած է, ոչ էներգիա ունի, ոչ ռեգուլյացիա ունի, ոչ էլ նորմալ արտադրություն ունի։ Հետո ինչ ենք սպասում այդ տղամարդուց, հետևաբար սպասում ենք այն, ինչ ստացվում է։ Եվ ցավոք սրտի, դեռ շաքարախտը չսկսված, 5-ից 8 տարի մենք ունենում ենք թաքնված գլյուկոզայի յուրացման խանգարում։
Բայց եթե այդ անհատը գնա առավոտյան ստուգի արյան մեջ գլուկոզը, նրա մոտ առավոտյան նորմալ է լինելու։ 5-ից 8 տարի տևում է խանգարումը, որ դա վատացած է, այսինքն 2 ժամ հետո ուտելուց նա պետք է ստուգի, քանի որ նորմագոյություն ոչ միայն սոված առավոտյան, այլև ամեն ուտելուց հետո դա պետք է յուրացվի գա նորմայի։ Արդյոք նա յուրացում է, իսկ ով է ստուգում, երբ որ ինքը շաքարախտ չունի, նույն շաքարախտ ունեցողները չեն ստուգում 2 ժամ հետո, ելուր մնաց մարդը, որը շաքարախտ չունի, եւ ինքը բաց է թողնում այն ժամանակահատվածը, որ սկսում է աստիճանաբար գլուկոզան վատ յուրացվել, որի անունը մեր բժիշկներով դնում են գլուկոզայի հանդեպ ռեզիստենտություն, կայունություն, նա չի զգում ինսուլինը, որ յուրացվի, մենք այս ժամանակահատվածը 5-ից 8 տարի բաց ենք թողնում, բայց գիտեք սարսափելին ինչումն է, այդ տարիները, որ մենք բաց ենք թողնում մինչև շաքարախտը, լրիվ զարգանում է եւ դուք առավոտյան սոված ունենում եք արդեն գլուկոզայի խախտում, հենց այդ տարիներին, երբ մենք ունենք գլուկոզայի յուրացման դժվարություն, տուժում է սեռական համակարգը, տեսակ որտեղից որտեղ ինչ ստացվեց։ Որպես հետևանք։ Եվ 35-40-45 տարեկան տղամարդը, երբ որ սկսում է սեռական թուլությունը, բնականաբար նա պետք է ստուգվի բժշկի մոտ, լուրջ եւ էնդոկրինոլոգի մոտ պարտադիր, որովհետեւ շատ գեղձեր պատասխանատու են այդ ֆունկցիայի նորմալ վիճակի համար, այդ թվում նաև գլուկոզան, այդ թվում նաև գլուկոզայի հանդեպ ռեզիստենտությունը, որը ընդհանրապես կարող է պատճառ լինել։ Այնինչ ինչ են ստուգում։ Ստուգում են հորմոններ, որոշ հորմոններ, ստուգում են անցանելիություն, չգիտես սպերմիայի վիճակ են ստուգում, երիկամ են ստուգում, մակերիկամ են ստուգում, ամեն ինչ ստուգում են, բացի նրանից ինչ որ պետք է ստուգվեր, իսկ ինչեր մեզ պետք է նա հիմնականը։ Այո, եթե տեստոստերոն ես որոշում, ազատ տեստոստերոնը լինում է իջած, ազատ եմ ասում, քանի որ ընդհանուր տեստոստերոնը չի կարևոր, այլ թե ինչքանը կարող է ազատ լինել արյան մեջ, քանի որ նա արտադրված տեղից կապվում է սպիտակուցի հետ, սպիտակուցը տանում է բոլոր բջիջներին եւ գործում է այն մասը, որը կապված չի տանող սպիտակուցի հետ, ազդող մասը ազատ հորմոնն է։ Մի խոսքով ազատ հորմոն է, բայց արդյոք ճիշտ ենք ստուգում։ Եվ ստացվում է, որ բաց է թողնվում իսկ տարիներ հետո, երբ անոթները արդեն լուրջ ախտահարված են շաքարախտից, նյարդային բոլոր վերջույթները ախտահարված են ոչ միայն սեռական անդամի շրջանում, այլ ամբողջ օրգանիզմում սկաց կենտրոնական նյարդային համակարգից, չկա ճիշտ ռեգուլյացիա ձվի աշխատանքի, իսկ ինչպես ամեն հորմոն տեստոստերոնը ունի արտադրության իր որոշակի ժամերը, մեր բոլոր հորմոնները, իմիջիալոց պետք է ասեմ, որ հորմոնները ստուգելու շատ հաճախ բաց է թողնվում ժամանակահատվածը, որտեղ ամեն շատ հորմոնները մեր, եթե մենք ճիշտ ժամին չստուգենք, մենք ոչ մի բան չենք ստանա։ Նույնիսկ երեկոյան պետք է չուտի, ոչ միայն չուտի, հանգիստ քնի, ֆիզիկական վարժություն չանի, չծխի, չխմի, նոր վաղ առավոտյան, նույնիսկ ջուր չխմի ու չծխի մի սիգարետ ու նոր գնա հանձնելու հորմոնը։ Եթե այդ բոլորը բաց թողնենք, մենք սխալ պատասխան կստանանք։ Եվ բաց է թողնում այն նուրբ խախտման պահը, իսկ հետո երբ որ մենք արդեն ունենք շատ լուրջ խախտում, բնականաբար մեկը բազմբատվեց 10-ով եւ ավելի հեշտ է մեկի դեմ պայքարել, քան թե 10-ի։ Եվ ստացվում է բուժման դժվարություններ։ Հետո էլ անունը կդրվի, որ այս բժիշկը վատն էր, չհասկացավ, չբուժեց, չկարողացավ, դեղը լավ չստացվեց եւ այլն։ Բայց իրականում մեղավոր ով էր ինքը անհատը։ Եվ եթե նա ճարպեր կուտակում պլյուս դրան, հիմա մենք ուրիշ խնդիր ունենք։ Շաքարախտի ժամանակ շատ հաճախ, երբ որ սկսում են սխալ սնվել, չշարժվել, գլուկոզան չի յուրացվում, ճարպային փոխանակությունը խանգարում է, սկսում է ճարպ կուտակվել։ Եկան երկրորդ խնդրի վրա, որը մենք նախորդ հաղորդման ժամանակ ձեզ հետ վեր էինք լուծել, չէ՞, ճարպակալումը եւ սեռական ֆունկցիան։ Հիմա գալիս է շաքարախտի ժամանակ նաեւ երկրորդ խնդրը, սկսում է ճարպակալումը, ճարպի կուտակումը, որովայնային ճարպի կուտակումը եւ լյարդի ճարպակալումը։ Իսկ որտեղ պետք է վառվեր գլուկոզան լյարդում։ Հիմա ձեր լյարդում շատ լուրջ վիճակը, բոլոր լյարդային բջիջները, որոնք պետք է շատ լուրջ դեր կատարեին, լցվել են ճարպով, կուտակված եւ ի վիճակի չեն նորմալ աշխատանքի։ Հիմա եկեք ձեզ ուզում ենք շարժեք թևերը։ Եթե ես ձեզ մի բան հագցնեմ, բնականաբար թևերն էլ հետը միասին, դուք չեք կարողանա ձեր թևերը շարժել։ Նույնը այդ խեղճ լյարդային բջիջը հեպատոցիտը լցվել է ճարպով, չի կարող աշխատի եւ գլուկոզան չէր կարողանում վառել, բայց մեր ամբողջ ֆերմենտները, մեր մնացած հորմոնները, ամեն ինչը մեր իմուն համակարգը սկսվում է այնտեղից։ Իսկ եթե շաքարախտի ժամանակ մենք ունենք նաև արդեն իմուն համակարգի խանգարում եւ գլուկոզան լիքն է, բոլորը շատ լավ գիտեն, որ միզասեռական օրգանները արտաքնապես շատ միկրոբներով ու սնկերով միշտ կան արտաքնից, բոլորի մոտ կա։ Հիմա, քանի որ մեզով գլուկոզա է դուրս գալիս սնունդ այդ միկրոբների եւ սնկերի համար,
շատ արագ միանում է սեռական անդամի բորբոքվածությունը։ Այսինքն այս բորբոքային հիվանդություններն էլ իրենց դերն են խաղում բնականաբար, եթե սեռական անդամը բորբոքված է միզուղիների եւ այլն միզուկի հետ կապված մենք ունենք միզուկի բորբոքում, դա անդրադառնում է սեռական անդամի վրա եւ արյան շրջանառության եւ մկանաթելերի, այդ բոլորը իրարցին ինչ կբերի սեռական թուլություն։ Ուրեմն այս կոմպլեքսից խուսափելու համար առաջի կարևոր պայմանը գլյուկոզան պետք է լինի նորմալ։ Եթե մենք ուզում ենք շաքարախտ ունեցողի մոտ կարգավորենք նրա սեռական ֆունկցիայի անկումը, լինեն կանայք թե տղամարդիկ, առաջի կարևոր պայմանը գլյուկոզան բերել նորմայի, այսինքն յուրացնել արյան մեջի գլյուկոզան նախ եւ առաջ օրգանիզմին ապահովել նորմալ բավարար քանակի էներգիայով։ Եվ գլյուկոզը եւ շաքարախտային բարդությունները ցավոք սրտի, որոնք զարգանում են տարիների ընթացքում, դա գալիս է բարձր գլյուկոզայից։ Եթե դուք տարիներ շարունակ կարողանանք մենք նորմալ պահել արյան մեջի գլյուկոզան, մենք կերկարաձգենք այդ բարդությունների առաջացումը։ Ուրիշ է, երբ որ անհատը 45 տարեկանում է կորցնում սեռական ֆունկցիան, այլ է, երբ որ նա կորցնում է 70-75 տարեկանում, որտեղ ըստ տարիքի արդեն պետք է որ կորցրածներ, չնայած աշխարհով մեկ հայտնի են, որ 90 տարեկանում երեխաներն են տղամարդիկ, այսինքն կարող են եւ պտուղ ունեն, պտղաբեր են, հա։ Դե եզակի դեպքերի մասին չի խոսքը, այլ մեր ֆիզիոլոգիայի, ընդհանուր ֆիզիոլոգիա։ Եվ բացի դրանից ուրիշ բան եմ ուզում ձեզ ասեմ, կանանց համար էլ այլ կերպ վտանգավոր է, որովհետև վաղուց արդեն հայտնաբերվել է, որ շատ տարածված աղջիկների երիտասարդ կանանց եւ անպտղության պատճառներից մեկը ձվարանների պոլիկիստոզ համախտանիշն է, եւ դրա հիմքում ինչ է կարծում ինչն է ընկած ինսուլինի հանդեպ կայունությունը, որտեղ ինսուլինը ենթաստամոքսային գեղձից արտահայտած, որտեղ ձվարանը, որտեղ այդ ինսուլինը ձվարանի ֆունկցիայի անկում է առաջ բերում եւ սկսում է ձվարանի պոլիկիստոզ, այսինքն ամեն ցիկլի ընթացքում մի ձվաբջիջ, որ պետք է հասունանար, պայթեր, ձվաբջիջ տար, որ կինը հղիանար, հիմա այդ հասունանում է չի պայթում, գոյացավ մի կիստա։ Մյուս հաջորդ ամիս եւս մի կիստա, այսինքն այդ պոլիկիստոզ համախտանիշը, որտեղ որ չկա օվուլյացիա, որտեղ չի ազատվում ձվաբջիջ, այդ կինը այլևս չի կարող հղիանալ, պատճառը հիմքում ընդամենը ինսուլինն է։ Տիկին Հայրապետյան, խոսելով կանանց մասին, կուզենայի նաև նշեք, կանանց պարագայում ինչպես է ազդում շաքարային դիաբետը, ինչպես է դրսևորվում, հատկապես ազդելով սեռական խանգարումների վրա, մեխանիզմը եւ դրսևորումները։ Նո արդեն ասացի, որ առաջի պայմանը բոլոր պրոցեսների օրգանիզմի որպեսզի նորմալ ընթանան, նրանք պետք է ստանան բավականաչափ էներգիա։ Եթե անընդհատ գլյուկոզան արյան մեջ բարձր է, 200-250, իմիջիայլոց նո Հայաստանում դեռևս հին նախորդ համակարգն է աշխատում միավորների, ասենք 10-11, ասում ես ինչքան է գլյուկոզա, ասում է հեչ բժիշկ ջան, բարձր չի, 10-12 առավոտյան, 8 առավոտյան, բակերած շատ ավելի վտանգավոր է օրգանիզմի անոթների վնասման տեսակետից ուտելուց հետո չյուրացված բարձր մնացած շաքարը, բայց բոլորը ստուգում են առավոտյան։ Լավ, իսկ ինչի 8-ը նորմալ է, երբ որ նորմալ ընդհանրապես մինչև 6 է։ Արյան մեջ մատից ես վերցնում թե երակից մի քիչ տարբերություն կա, բայց ընդհանրապես դա է։ Այսինքն եթե առավոտյան սոված 8 է, ինչի է 8։ Գլյուկոզան չի յուրացվել։ Առաջի հերթին էներգիան պակաս է։ Հիմա եկանք նրան, որ ինսուլինը երկրորդ տիպի ժամանակ կարող է նույնիսկ ավել լինի։ Ինչի ավել, որտեղ գլյուկոզան եթե չի յուրացվում, ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջը հասկանում է բարձր գլյուկոզայի քանակը արյան մեջ։ Եթե նա անդադ բարձր է, գնում գրգռում այդ բետա բջիջին ենթաստամոքսային, նա տալիս է մի պորցիա ինսուլին, իր գործը դա է։ Նա չի հասկանում ինչ է կատարում այնտեղ, իր գործն է անում։ Ինսուլինի քանակը բարձրանում է, բայց միևնույնն է, բջիջը չի հասկանում այդ ինսուլինին։ Եվ մենք ունենում ենք բարձր ինսուլին, բայց չյուրացված գլյուկոզա։ Կանանց ձվարանները խիստ զգայուն են ինսուլինի քանակների տատանումներին, պլյուս գլյուկոզայի տատանումներին, այսինքն երկու գործոն միանգամից ազդեց ձվարանի վրա։ Եվ մենք ինչ ենք ունենում, քիչ առաջ ասացի պոլիկիստոզային համախտանիշ,
Անպայման չի այդ պոլիկիստոզը լինի, բայց այն, որ օվուլյացիա տեղի չի ունենա եւ ձվաբջիջ չի անջատվի, դա նշանակում է կինը չի կարող հղիանա։ Իսկ այդ աստիճանաբար ինչ կլինի, ցիկլի խանգարումները կբերի դադարի, ժամանակից շուտ կինը կարող է դաշտանից զրկվել, իսկ դա շատ վատ է անդրադառնում օրգանիզմի ընդհանուր առողջության վրա։ Եվ վերջապես ձվարանը ինքը մի օրգան է, որը լիարժեք արյունամատակարարման, ներվավորման կարիք ունի, հիմա այդ երկուսն էլ տուժել են մեր շաքարախտային բարդություններից, անոթների ախտահարումը որպես անգիոպաթիաներ, ներվերի ախտահարումը որպես նեյրոպաթիաներ, պաթիաներ, այսինքն այդ վերջույթները բոլոր ներվային եւ անոթային, որոնք ձվարան են անոթավորում եւ ներվավորում արդեն իրենք էլ ախտահարված են, նորալ արյան հոսք չկա, մի խոսքով այս բոլորն իրանց հերթին, իսկ եթե դրան էլ ավելացնենք, որ արդեն շաքարախտ ունեցողը ստրես է նրա համար, որ ինքը ունի մի հիվանդություն, որ անբուժելի է, այդ միտքն արդեն բավական է ստրես, քրոնիկական ստրեսը վերջանում է դեպրեսիայով, հետո մենք ուզում ենք դեպրեսիայի պայմաններում ունենանք նորմալ հորմոն։ Ոչ մի օրգան չի կարող նորմալ հորմոն արտադրի, ինսուլինի հարցերը վատ էր, հիմա մակերիկամը գործի ընկավ, մակերիկամն երբ որ սկսի ստրեսից մեզ պահելու համար կորտիզոլ արտադրել, դա էլ իր հերթին կբարձրացնի շաքարը, մի խոսքով մենք ունեցանք լուրջ պրոբլեմ, մի պտույտ, այսպես ասած, մի շրջան, որը ճեղքել է հետագայում շատ բարդ կլինի, այսինքն կնոջ առողջական վիճակը կարգավորելը ռեպրոդուկտիվ համակարգի արդեն պետք եղավ շատ հարցեր լուծել, մի հարցով, մի խնդրի լուծումով դա չի ստացվի, մենք չենք կարող սեռական համակարգի կարգավորման համար հորմոնները կամ դեղերը ճիշտ ընտրել, եթե մենք դեռ չենք կարգավորել արյան մեջ գլյուկոզայի քանակը ամեն օր, դրա համար գլիկոլիզացված հեմոգլոբինը, եւ դուք շատ լավ գիտեք, որ շատ հաճախ կանայք, որոնք տարիներ տառապում են չբերությամբ, գնում են էկոյի։ Էկոյի հասնելուց առաջ շատ մանրամասն պետք է յուրաքանչյուր կնոջ ամբողջ առողջական վիճակը, այդ թվում նրա բոլոր ներզատիչ կեղձերը եւ քաշը ընկերներ, քաշը, որը կարեւոր է։ Եվ շաքարախտի պայմաններում ոչ միայն կարող ենք ունենալ ռեպրոդուկտիվ համակարգի խնդիրներ, ընդհանուր մինչև անպտղություն, մենք կունենանք ճարպակալում, որ իր հերթին կբերի այդ համակարգի վատացման։ Եվ վերջապես, եթե նույնիսկ հաջողվել է, որ հղիանակինը շաքարախտով 9 ամիս նա պետք է լինի իդեալական հսկված գլյուկոզայի մակարդակով, հակառակ դեպքում կունենա վիժում, կունենա սաղմ, կունենա երեխա, որը կունենա բազմաթիվ դեֆեկտներ, վնասումներ զարգացման process-ում, էլ չեմ ասում կնոջ հղիության ընթացքի բարդություններ, ընդհանուր մինչև էկլամպսիաներ, էլ չեմ ասում ծննդաբերական ակտի բարդություններ, դրա համար այդպիսի կանայք կեսարյան հատումով մինչև իսկական ծննդաբերության ավարտի հասնելը 15 օր շուտ կեսարյան հատումով երեխային են փրկում եւ մորն են փրկում եւ այլն, այսինքն ամբողջ համակարգը խախտվեց ընդհանրապես ունենալով շաքարախտ։ Իսկ եթե դրան էլ ավելացնենք, որ վերջին տարիներին շատ են կանայք, որոնք չունեն շաքարախտ, բայց հղիության ընթացքում ձեռք են բերում այսպես կոչված հղիության շաքարախտ, սա էլ շատ վտանգավոր է, որովհետև երբեմն կարող է հղիությունից դա անցնել, բայց դրան սպասենք երկրորդ հաջորդ հղիության ընթացքում, կամ կարող է մնա եւ դառնա շաքարախտ։ Ուրեմն կինը կարող է ունենալ շաքարախտ եւ հղիանա, այդ դեպքում պետք է ամեն ինչ լինի խիստ պլանավորված, նոր նրա իրավունք ունի, ընդ որում նույնը վերաբերում է նաեւ տղամարդուն։ Եթե տղամարդը ունի շաքարախտ, նա պետք է լրիվ լինի հսկված, նոր իրավունք ունի գնալու կնոջը բեղմնավորելու։ Հակառակ դեպքում մենք ունենանք սերմնաբջիջ ոչ լիարժեք, որը վնասված, որը որ թե ինչի կբերի, արդեն ինքնըստինքյան հասկանալի է։ Մենք ունենանք սաղմ, որը լիարժեք չի լինի, եթե զարգացման դեֆեկտները հանենք, ընդհանրապես այդ կինը կարող է 3-4 շաբաթ հետո վիժում ունենալ։ Շաքարային դիաբետը ունի բազմաթիվ կողմնակի ազդեցություններ եւ դրանցից մեկը, որի մասին արդեն խոսեցինք, սեռական խանգարումներն են, որոնք տղամարդուն սկսում են անհանգստացնել։ Անտեսելով սեռական խանգարումները ժամանակի ընթացքում տղամարդու կյանքի որակը էլ ավելի է վատանում եւ պատճառը չկարգավորված շաքարախտն է։ Նման հարցում իհարկե առաջին հերթին պետք է դիմել էնդոկրինոլոգի, կարգավորել էնդոկրին համակարգի վիճակը, իհարկե վերահսկել շաքարը եւ դրանից զատ նաեւ կարգավորել սեռական ֆունկցիան։ Սեռականի կարգավորման հարցում օգնության կարող է հասնել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերությունը իր տադաֆորտ եւ տապոքսեցին դեղամիջոցներով։
Տադաֆորտը նախատեսված է պոտենցիայի խանգարման բուժման համար, իսկ դապոքսեցինը նախատեսված է վաղաժամ սերմնաժետքման բուժման համար։ Երկու դեղերն էլ ունեն իրենց դոզավորումները։ Տադաֆորտը ունի 5 եւ 20 միլիգրամ եւ տարբերվում է նրանով, որ 5-ը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար, իսկ 20-ը նախատեսված է պլանավորված սեռական հարաբերության համար։ Տադաֆորտը առանձնանում է իր արդյունավետությամբ, պացիենտները բուժման արդեն իսկ սկզբնական ժամանակահատվածում նշում են, որ նկատում են բավականին արտահայտված արդյունք։ Դեղամիջոցը կարող է ազդել 36 ժամվա ընթացքում, այսինքն տղամարդը կարող է կրկնակի հարաբերություն ունենալ նույնիսկ 36 ժամվա ընթացքում։ Դեղամիջոցը ունի կողմնակի ազդեցություններ, որոնց մասին բժիշկը պարտավոր է տեղեկացնել պացիենտին։ Մյուս դեղամիջոցը դապոքսեցինն է, որը, ինչպես արդեն ասեցի, նախատեսված է վաղաժամ սերմնաժետքման բուժման համար։ Այն նույնպես ունի երկու տարբեր դոզավորումներ՝ 30 եւ 60, թե որը կընտրի բժիշկը կախված է խնդրի վաղեմությունից եւ բարդության աստիճանից։ Դապոքսեցինը ապահովում է սեռական ակտի հաճույքի վայելումը եւ բուժման արդեն իսկ սկզբնական հատվածում պացիենտները նկատում են սեռական ակտի տևողության երկարաձգում։ Երկու դեղամիջոցների միաժամանակյա օգտագործման դեպքում հնարավոր է ամբողջապես վերականգնել տղամարդու սեռական առողջությունը։ Տիկին Հայրապետյան, ինչպես պահպանել սեռական առողջությունը շաքարախտի դեպքում, մասնավորապես ուշադրություն դարձնելով առողջ ապրելակերպին, քուն, սնունդ, ֆիզիկական ակտիվություն, կարևոր է արդյոք դա եւ հնարավոր է։ Բացի սեռական ակտիվությունը, շաքարախտի բուժման առաջի կարևոր պայմանը ճիշտ սնունդն է, սննդի ռեժիմը։ Հետո նոր դրանից հետո գալիս է թե ինչ ուտել։ Այսինքն սննդի ռեժիմի նկատի ունեմ առավոտյան նախաճաշ սոված չի կարելի դեղերը խմել եւ գնալ ու սկսել ծխել։ Երկրորդը ճաշը ժամը 1-ից 2-ը ցերեկը եւ երրորդը ընթրիքը։ Հայկական սովորության համաձայն հաճախ մենք ընթրիքի փոխարեն ճաշում ենք, ցերեկն ինչ որ մի բան ուտում ենք կամ չենք էլ ուտում։ Այսինքն 3 անգամվա սնունդը ռեժիմը շատ կարևոր է, որից հետո գալիս է իսկ ինչ սննդամթերքից խուսափել, ինքնըստինքյան հասկանալի է, քանի որ շաքարը վատ է յուրացվում, այն բոլոր սննդամթերքները, որոնք արդեն իրենց մեջ պարունակում են մաքուր գլյուկոզա, դրանք պետք է հանել սննդից։ Մնացած բարդ շաքարները, ածխաջրատները, այսինքն օրինակ կարտոֆիլը ենթադրենք, տարբեր հատիկները, ոսպը, սիսեռը, գարոխը եւ այլն, այս բոլորը ոլորը, լոբին, այս բոլորը իրենց մեջ արդեն պարունակում են ածխաջրատ, բայց բարդ ածխաջրատ, այսինքն դրանց յուրացման համար դեռ ժամանակ է հարկավոր։ Ուրեմն սննդից հանեցինք այն ամեն ինչ, որ քաղցր է։ Արդեն կա շաքարը, 2 եւ ճիշտ սնունդը։ Սա կարևոր պայման է ընդհանրապես շաքարի կարգավորման, գլյուկոզայի կարգավորման, շաքարախտի բուժմաններ։ Նոր հետո կգա ֆիզիկական ակտիվությունը, քանի որ մկանը կծկվելու ընթացքում անպայման ծախսում է մի մաս գլյուկոզա, վերցնելով արյան միջից, նոր կարող է կծկվել կամ թուլանալ, օգնենք գլյուկոզայի յուրացմանը, նոր երրորդ տեղում է գտնվում դեղը։ Իսկ ինչ են անում մեր ազգի հայրը անտեսում են առաջին 2-ը դեղ ժամանակին խմում է, հետը տանում է կինը դրել է, այս ժամին գրել է ժամերը նայել խմում է, ժամին չի ուտում, ծխում է սուրճերը խմում է, չի էլ շարժվում, հետո էլ տուն է գալիս ճաշում է, քանի որ շատ հոգնած է, պառկում է եւ ընդհանրապես քնում է հեռուստացույցի առաջ կուշտ ուտելուց հետո։ Իսկ բայց նա դեղը խմել է շաքարի չեսնով, չօգնեց։ Իսկ եթե գլյուկոզան չյուրացվի, չէ որ մեր ամբողջ խնդիրները սեռական հորմոններ արտադրող ձվերն ու ձվաբջիջները առաջին հերթին պետք է ունենան նորմալ գլյուկոզա, յուրացված էներգիա։ Հոգնածությունը արդեն նշանակում է սեռական ցանկության բացակայություն, համաձայն չեք ինձ հետ։ Այսինքն որտեղ պետք է մանկանք թե որտեղ ինչի սեռական ցանկություն չունի, հլա մի տեսնենք ինքը հոգնած վիճակում է, ինքը առույգ վիճակում է, չկա առույգ տղամարդ, որ չունի սեռական ցանկություն կունենա, եթե ինչ որ խնդիր կա, բայց հիմնականում տղամարդը, որը էներգիայով լեցուն է, ինքնավստահ է, իսկ դա կա, երբ որ տեստոստերոնը բավարար քանակի է, այդ տղամարդը անպայման կունենա սեռական նորմալ ցանկություն։ Նույնը վերաբերում է կնոջը, չունի սեռական ցանկություն, ամբողջ օրը հոգնելու ընտանիքի համար բոլոր հոգսերը քաշելով, հայկին այդպիսին է,
Երեկոյան արդեն ուշ հազիվ ընկնում է անկողին քնելու համար։ Իրան քունն է հետաքրում եւ ոչ թե կողքի տղամարդը։ Եվ մենք ունեցանք սեռական խնդրեմ։ Այսինքն եկեք մեր կենցաղի այսպես կոչված խանգարող հանգամանքները սեռական բոլոր խնդիրների վերացնենք, հետո փորձենք տակը ինչ որ կմնա։ Ես վստահ եմ, որ տակը շատ քիչ բան կմնա, որը կարիք կլինի, որ բուժվի։ Իսկ այդ դեպքում արդեն հարկավոր է դիմելու բնականաբար բժշկին։ Տիկին Հայրապետյան, անչափ շնորհակալ եմ հետաքրքիր եւ հագեցած զրույցի համար։ Վստահ եմ մեզ հետևողները այս թողարկումից հետո կստանան այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որը պետք է առողջ ապրելակերպի վարման համար եւ առաջին իսկ նշանները նկատելու դեպքում կդիմեն համապատասխան մասնագետի օգնությանը։ Շնորհակալ եմ։ Ապրենք հույսով։ Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։ Մեզ համար անչափ կարևոր է ձեր վստահությունը։ Իսկ այժմ թույլ տվեք ընթերցել հարցը։ Լսել եմ, որ ալկոհոլը նպաստում է ուժեղ գրգռմանը եւ սեռական ակտի երկարացմանը։ Երբ ես ալկոհոլ եմ օգտագործում, շատ շուտ եմ գրգռվում, բայց վերջերս սկսել եմ ուշ հասնել օրգազմի։ Ինչ խորհուրդ կտաք։ Ալկոհոլի չափավոր օգտագործումը իսկապես կարող է բարերար ազդեցություն ունենալ սեռական ակտիվության վրա, բայց իհարկե սա միանշանակ չէ։ Նախ մեծ նշանակություն ունի, թե ինչ ալկոհոլի մասին է խոսքը, եւ երկրորդը, թե ինչ ինտենսիվությամբ է այն օգտագործվում։ Կարևոր է նաև նկատի ունենալ, թե արդյոք դուք ունեք կողմնակի խնդիրներ, թե ոչ։ Այնուամենայնիվ, եթե խոսքը գարեջրի մասին է, ապա այն համարվում է սեռական առողջության լրջագույն թշնամին եւ ի հեճուկս տարածված կարծիքի, թե գարեջուրը միմիայն նպաստում է սեռական ակտիվացմանը, պետք է հիասթափեցնեմ եւ նշեմ, որ գարեջրի բարբերաբար օգտագործումը միմիայն տղամարդուն զրկում է տղամարդկությունից։ Գարեջրի չարաշահումը հանգեցնում է տեստոստերոնի նվազմանը, տղամարդկանց մոտ նկատվում է այսպես կոչված կանացի ճարպակալում, մասնավորապես կլորիկ ազդրեր, կլորիկ որովայն եւ արդյունքում շատանում են այսպես կոչված իգական հորմոնները։ Հետևաբար մեծ նշանակություն ունի, թե ինչ ալկոհոլի մասին է խոսքը։ Նույնը չեմ կարող իհարկե ասել գինու մասին։ Ապացուցված է, որ գինու փոքր դոզաները կարող են բարերար ազդեցություն ունենալ, կարգավորելով սեռական օրգանների արյան շրջանառությունը։ Իհարկե, սա, ինչպես ասում են, ընդունելի է, եթե չափի մեջ է։ Ինչպես թևավոր խոսքն է ասում, ալկոհոլի օգտագործման դեպքում մեկը լավ է, երկուսը բավ է, երեքը ցավ է։ Բացի այդ, եթե գործ ունենք առաջին սեռական հարաբերության հետ, ապա ցանկալի է եւ նախընտրելի է օգտագործել սառը շամպայն սև դառը շոկոլադի հետ։ Երկուսի համատեղ օգտագործումը բարերար ազդեցություն է թողնում, խթանում սեռական ախորժակը եւ հանգեցնում նրան, որ սեռական հարաբերությունը այս դեպքում լինում է բավականին տպավորիչ ու հետագայում էլ որևէ խնդիրներ չի ստեղծում։ Ալկոհոլի տևական չարաշահման դեպքում նյարդային իմպուլսների փոխանցումը, իսկ այս դեպքում դրանք սեռական գրգիրներն են, իրենց փոխանցումը դանդաղում է եւ այո, տղամարդը կարող է օրգազմի չհասնել։ Ոչ միայն օրգազմի կարող է չհասնել, այլ նաեւ կարող է գրգռման չհասնել եւ առաջանա արդեն պոտենցիայի խնդիր։ Սրանք հաճախ հնչող գանգատներ են այն տղամարդկանց կողմից, ովքեր չարաշահում են ալկոհոլը եւ նշում, որ կամ ուշ են ավարտում սեռական հարաբերությունը, կամ էլ սեռական հարաբերությունը կիսատ է մնում, որովհետև նկատվում է սեռական թուլություն, պոտենցիայի նվազում։ Ինչ անել նման դեպքերում։ Նախ դադարեցնել ալկոհոլի չարաշահումը, երկրորդը պարտադիր անցնել համապատասխան հետազոտություն, որովհետև ալկոհոլի չարաշահման դեպքում ծանրաբեռնվում է լյարդը, իսկ լյարդը հատկապես սեռական ֆունկցիայի պահպանման հարցում ունի շատ կարևոր նշանակություն։ Պետք է հանձնել նաև արյանանալի սպառզելու սեռական հորմոնների վիճակը, որովհետև ալկոհոլի օգտագործման դեպքում խախտվում է դրանց հավասարակշռությունը։ Հետազոտական փուլը անցնելուց հետո արդեն կարող ենք անցնել բուժման։ Բուժման ժամանակ օգտագործվում են ինչպես քիմիական, այնպես էլ բուսական ծագման դեղամիջոցներ։
Բուսական դեղամիջոցները տարբեր են, դա ընտրում է բժիշկը, ելնելով զուգակցող հիվանդություններից, եթե դրանք կան, իսկ քիմիականներն էլ բնականաբար ընտրվում են ելնելով նրանից, թե ինչ խորության է գանգատը եւ արդյոք սեռական պոտենցիայի խանգարումից բացի կան այլ խանգարումներ, թե ոչ։ Նման դեպքերում սկզբնական շրջանում ավելի շատ օգտագործվում են բուսական ծագման միջոցներ։ Մեր հաղորդման գործընկեր Bonfarm ընկերությունը առաջարկում է մեգապոտենցին լոնգ կենսաբանական հավելումը, որը իր բաղադրությամբ բացառապես բուսական է, հարուստ է վիտամիններով եւ միներալներով։ Մեգապոտենցին լոնգը ունի մի քանի առավելություններ։ Դրանցից մեկն այն է, որ վիտամիններն ու միներալները առանձնացված են եւ տուփի մեջ նրանք նույնպես գտնվում են զատ եւ ընդունելիս էլ նույնպես ընդունվում են առավոտյան եւ երեկոյան, դրանով ապահովելով բարձր արդյունավետություն։ Մյուս առավելությունն այն է, որ մեգապոտենցին լոնգը չի առաջացնում կախյալություն։ Սա շատ կարևոր հանգամանք է հատկապես այն տղամարդկանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով խուսափում են քիմիական ծագում ունեցող դեղամիջոցներից։ Վերջում ուզում եմ նշել, որ ինչպես ընդունված է ասել, ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ։ Երբեք մի տրվեք գայթակղությանը, երբեք մի դարձեք օղուշշի ընկերը, որովհետև տրվելով նման գայթակղություններին, հետո շատ թանկ եք վճարելու ձեր առողջությունը վերականգնելու համար։ Իսկ այսօրվա համար այսքանը։ Գրեք ձեզ հուզող հարցերը, մենք դրանց արագ արձագանքում ենք բոլոր հարթակներում։ Թողեք ձեր մեկնաբանությունները, մեզ համար անչափ կարևոր է ձեր կարծիքը։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք ուզում եք լսել։ Գիշերային զրույցները շատ առողջարար են։